Լալագին փշեց ցավի մեջ է հայոց բախտը։ Ինձ հետ է ոսում երկնային բնական գեղեցիկ աստվածային առածվածային լույս հրաշ Փրկիչը կենտանի Հիսուս Քրիստոսը, հոգիտ հավիտենական լույս Փրկիչ կենարան անմահական իմաստության աղբյուրներով քնքշա համյուր հավերժություն, բնություն եմ նկարազարդել, այնտեղ որտեղ բնական գողտրիկ, փառավոր լուսավոր խոնարհ գյուղում իմ կենտանի աստվածային անմահական հաշկ ամշապույր երկնային ծառն է սրեղեն լույսով գործվում, երանելի անմահության գեղեցիկ փառահեղ լույս հրարձակում անսահմանափակ հավիտենական հիասմունքով, քնքշաբույր անմահական լույս տրավ անուշաբույրով, հեղեղված խորիմաստությունով եւ հրաշք երկնային հավերժական մաքրամաքուր դրախտվե, փառքի կարողությունով, որտեղ ինքս քո երկնային Տերը հիանում եմ քեզանով, եթե քննադատում են քեզ ինչպես տարապանքի գործի թեժ առարկա, դա նրանց նախանձի ծիծաղն անմիտ դեմքին, հիմարագին շփտում, ով չէ նախանձի միացումդ երկնային Տիրոջդ հետ առանձնատու գերնական լույս կապը, բացաճաշակ նորագույն առաջակարգ ոչի մեջ է նախաձևավորված, երկնային հրաշք դրախտային գեղեցիկ ու ճշմարիտ սմունքներով, դու պիտի պայքարես չարի որոգայթների սարկած ու տկեր տհաճ գործած դժբախտ պատմություններից հեռու մնաս, բացակայիր այնտեղ, որտեղ գոյանում է չար անձի, դժգույն ծիծաղի արձակած խենթ չպիտի ներկայացող սվերը, դու ինքդ նկարում ես, այն պարզ և հասարակ ադացորվում է հոգուտ մեջ, թափանցվում է յուրօրինակ, դրանք դիտվում են երկնային հավիտենական դրախտի մեջ, ցավալի ու սոսկալի իրավիճակ։ Նրանք, ովքեր գիտակցաբար աշխատում են քեզ բարգացնել, ուզում են բնական գեղեցիկ երկնային առեղծվածային սիրո անմահական հրաշք ակունքից դուրս գալ, նրանք պատժվում են, երկնային խստակույն գերագույն դատարանի պատրաստված նախագծին վայել համապատասխան ցավալի իրավիճակում մնալ, որովհետև ովքեր ցանկանում են դու շեղվես երկնային հրաշք օրենքից, հենց իրենք հայնում են տխրության ինչ-որ ցավի եկած, խեն դավադրված սարկած ներկայացումով։ Որովհետև ես ինքս տեսնում եմ, թե ինչպես են վերաբերվում իմ ուղարկած Սուրբ Հոգու նկարմամբ, դա գեղեցիկ փաստ է աշխարհի մեջ անկրկնելու եւ հզրագի ջերմագին սիրո լույս հրաշք է, իմ ուղարկած Օստված Սուրբ Հոգին հրաշք երկնային քաղցր զանարաշ լույս հեքիաթային դրախտ լույս մամնացումն է, գրաբաշտ երկրի ներկայացուցիչները քեզ քակոծում են բացադիր, որ դու գեղեցիկ հայրում ես առանձնահատուկ իմ պատվիրված ծառայությունով, իմ վերափոխված, վերաստեղծված քաղցր անուշաբույր հաշտ, երկնային առեղծվածային հրեղեն մաքրամաքուր անարատ սիրո լույսերի մեջ ես, քո հոգու միտքն եսլունկային է, արտանում է իմ ուղղորդության, բարելի քաղցր ու ջերմությամբ, կամ կսպարի հոգիս գեղեցիկ մարդկային անարատ սիրո, գոյացած դրախտ տարերի մեջ կենտանի աստվածային բնական կենտանի քաղցր շունչ, այսինքն ես գալիս եմ գեղեցիկ աշխարհը փրկելու, որտեղ կործանման ստվերի մեջ եմ տեսնում եմ երկիր Հայաստան աշխարհը անցանելի, դժվար, շատ ծանր, ծայրահեղ, նույնիսկ լարված ցավալի դժբախտության գոտիում է նկատվում, տխրության համատարած, ոչրակոց, շնամու, լարված, փոթորված, գումարված, մեծ երկնային օդային պատերազմական ողբերգական մեծամեծ ալիք, կյանքը մարդկային գեղեցիկ դարձրել տգեղ խաղալիք։ Ես ուզում եմ համերաշխություն, ջերմ ու քաղցր խաղաղություն, բարեկամություն, աշխարհիս նկատի ունեմ քաղցր Հայաստանից, կհատված երկիս, որը սովից ծով հայրացարահեղ լծի տակ դաժան կործանվում է աշանաբար, եկել եմ փրկություն ու խաղաղություն իջեցնելու համար, տեսնում եմ անմեղ մահացող սովալուկ ընտանիքի բազմաթիվ նոր սերունդներ, Ղարաբաղյան լալագին ցավին գրկած փշե արծումներ, պատերազմական արյունալի տխուր ողբերգություն, ծանր տակտկալի սոսկ արյունալի երկնային տեսարաններ, մահ եւ համաճարակ, հայոց սիրտը վաղուց էր գրգել խոր վերքը, չաճարված փշե տառապանքը, այսօր նորից վերադարձած եմ տեսնում հոշոտված արնարկու վրեժանու երկնային դաժան պատերազմական ողբալի գործողություններ, կենտանի հայոց կյանքը մասնատել, մաս բաժանել, անասված ձև գործարար գործիքով կատարում է հայաջարդ, այդ հայաջարդը նորից տեսնում եմ վերադարձած, դեռ ավելին, ինչու լոկեր գուսասնացրել երեսիս տուժվի ամբողջ հայաբնագիճը, չեր մտածի նոր անժամանակ Ադրբեջանի ազգը դավադրական տգեղ գործողությունների ձեռնարկված ողբերգական ներկայացում ցույց կտան։ Ես եկել եմ փրկելու, ես եկել եմ հայոց ազգի ողբերգությունը, լարվածությունը թեժ իրավիճակը դադարեցնելու։ Եկեք համերաշխ ընտանիքի սիրո քաղցր, երկնային փառքի համեղ դրախտի լույս կտուրի տակ խաղաղությամբ ջերմանանք։ Այն շատ
Դաժան է, ողբեկական, սոսկալի, այննալի, տարապանքի, չարչարանքից, կրգազ թեժմահի, գորսյալ Հայաստանի մեծագույն վաղճան է դիտվում, որովհետև Հայաստանի ներսում կան դավաճան լրտեսող խումբ, այն թաքնված թվերի մեջ են, որոնք դավաճանաբար ներկայացնում են Հայաստանի աղքատության, զնգացման, ծանրկատության բնական դեմքը և ժամանակն է, որ կօգտվեն թուլացման աղքատ իրավիճակի մեջ սողալով, թե պատերազմներ դաժան արյունալի հետքերով հենց ինքը ներկայացնում է անժամանակ և տաղտկալի, արյունալի, ենային կտավը դաժան մայի պծել, տարապանք ու դժբախտան թողնելով, ես եկել եմ փրկելու հայ ազգին քաղցր իմ ջերմագին կրսկին ամրացնելու, որովհետև հայոց խորվերքը դեր ամուժելի ցավերը դեր դարերի ամակրսկի մեջ հավերժական տարապանքը խոր արտասված ենային երկերի մեջ է վշտապեք դարդ թատախված հայոց ջարդը թեժ պատերազմական դաժան գործողություններով անասված ու անսիրտ են Քրջի գեղեցկության քայլին պարզ ցույց է տալիս, ոչրագործություն, տգեղ ձեռքի չարաշխատանք, խաղաղություն, 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 հայոց չեն չարչարված տանջված ազգին, քաղցր սեր ու բարի լույս այս փառավոր հրաշք ազգին, ձեզ հետ քաղցրծույցի մեջ մտավ, Աստծո հրաշք երկնային միացին փրկիչ որդին, խաղաղություն, 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 համերաշխություն գեղեցիկ աշխարհին, թող երջանիկ ու բախտավոր սիրո երկը կրկի հայոց լույս ազգին։ Ամենակարող Աստված։ Աստված աղաչում եմ երկար հավատալով քեզ, ծնկեմ եկել ու լալագին բաղատանքովս հոնարվել է քեզ, հավատալով որ քո ձեռն է դրախտի հրաշք լույս բանալին, կտաս ինձ առողջություն, դու ես ամենաերաներին, Պաղծալի երկերի մեջ անմահական պատվական սիրով փրկիչ աղբյուր, ամենակարող պատկան ձեռքերդ վերքերից բալասան, դարձի լույս անուշաբույր, Զգում եք, որ արևն էլ է ինձ այդ հավասար քայլում։ Ես արևի հետ եմ քայլում։ Աստծո գեղեցիկ անձև հինային։ Կամ հետ եմ։ Ես իմ ապենից եմ, գեղեցիկ ինձ եմ 2016 թվականի հունվար 16-ին Ասոս անսիրտ կայծակարակը կայծակը շատ էր բարկացած մեծ արագությամբ իր տգեղ խառնաշփոթ տեսքով դուրս եկավ ամպերի միջից կադաղի վարված ցավալի որոկայ դուսերով գոռում գոչյունով հազանգելով հսկա կաղուն ասաց ես քեզ իմ դաժան կրակով կտապալեմ գետին ու խանգարում ես չես թողնում հլովս ու երկնային անսասան թրովս վախեցնեմ ծառու թփերին Դու արդեն անվաղ հասնում ես երկնքի, միթե չես վախենում իմ զոր երկնային բոցերի մեջ,
կգաց էներգիայից, անխնակայրեմ քո գովելի տեսկամայիչ, նույնիսկ այրված վերքերի մեջ կքանդակեմ, հոգուտ մեջ կկաս փաստամ գեղեցկությանը, ես իմ կրակով կընկնեմ սրտիդ խորքը ու այրված վերքերի մահի մեջ կպահեմ քեզ, այո, հսկա ախտանդամ կաղնին ոչ թե վախեցավ կամ շփոթվեց կայծակից, այլ քաղցրահամ լուրվեությամբ ծիծաղեց ու ասաց. Ամենազորեղ, ամենակարող Աստվածը ինձ տվել այսպիսին հենց առանձնահատուկ հնարավորություն, որ միշտ ապրեմ հսկայական այսպիսի քաղցր մեծությամբ ու հասնեմ երկին իմ նորանոց ու երդմունք խոնարհությամբ հոտած դավաշուվերով ոսկետուց ավելի հաշկնավ լույսի մեջ քաղցր ջեմ կզնախաղնեմ Ես չեմ վախենում, որովհետև իմ կառուցված գեղեցիկ հոգուս մեջ հավերժական անուշաբույն անմատ բույրով գրկած ձայնած ծավալ արմատները իմաստության մեծագույն սիրով է օծված եւ շատ խորն են եւ շատ էլ ամուր հողի մեջ նույնքան էլ քաղցր ու ջերմ խոնարհված քաղցրահամ փաթաթված այո լինի ինչպիսի բնության տգեղևույթ էլ ինչի կարող երբեք սասանել որովհետև Աստված իր բարի ժպիտի քթության երկնային խոր իմաստության լույսեր առատորեն ամեն օրյա անխնան ներգործում է իմ եւ փարտամ տեսքիս եւ ապրածս մնացած բոլոր օրնված օրերիս համար որովհետև ավադարմորեն քաղցրադոր երկնային թվերս են բացել ծաբուտ երկնքի հասնելու համար իմ ամենակարող, իմ ամենազորեղ Տիրոջ խոնարհվելու ոչ թե երկնքից քեզպես այրված կրակ ցավի երախի մեջ պահեմ քեզպես հոգիս անասված ու անսիրտ սրան ու նրան բոլորին վախեցնելով ցավի ու կրակի մեջ պահեմ ասա ով է քեզ սիրում երբ ուրախ կյանքը մասնատում մայս բոլորին անխնավ պարգևում երբ զարուրելի է երբ քո շվակի շքիտակից դողալով աստծո գեղեցիկ հաշվողության են ասնում Գիտես չափից դու սանսիրտ ես նույնիսկ ամփոփ երևույթ ես անողոք դրանից են վախենում գեղեցիկ ճշմարիտ գործ կատարիր որ քեզ օրհնեն ու սիրեն ոչ քեզ տեսնելուց հայոյեն անիծեն վախից այստեղ այնտեղ պատասպարվեն նույնիսկ երկրի մեջ ես պահում գախնի ցավի մահին մեջ ես սասանում դրանից են վախենում Ես այս պահին քաղցրվարյանին քեզ համար երկար կաղոտեմ ջերմորեն, կաղոտեմ ամբողջ հոգով ու վեհամար կեղոցության մեջ, որ դու մի օր շարժանաս, իսկ եթե մեր երկայն ամնակարող սնոտախեր դու չնազանվես ու նորից ճանաչես անսիրտ մուտը հաղթապես, հավատացում եմ քեզ, եթե այս քաղցր ու ջերմորությունները դարձյալ արամարես ու գետին ամպուտորը շպտես, ուրեմն չարես հավեր սժողի մեջ կապանվի, բանին թող այն գեղեցիկ աշխարհի մեջ խաղաղությամբ եւ հավերժությամբ կատարվի, որ հարայեղ ամենամեծ զորեղ աստորեղ են լույսերի մեջ գեղեցիկ գովելի մնաց, ոչ տանսիկ կրակ, հոտեսուց վելի տգեղանացած երևից ամպերի մեջ թափնած, թավալի վշտի աղբյուրը դառնաց ու մնաց սժողի կրակ, թող քայլված հոգով թավալի մեջ մնաց, որովհետև դու անսիրտ ու անաստված դաժան երևույթ ես, դու երկնային տխուր անեծք ես, քեզ միայն քաղցր ջերմ գեղեցիկ հերոսում են եզրակամանից, սուրբից աղոթքը, որովհետև Աստվածն է ստեղծել աշխարհը եւ նա է ամենքի լույսը աշխարհն ամեն Տերը։ Հայրը մեր, որ ինձ ես, Սուրբ Երիտի ամենախոհ, Երիտի կարաչինը քո, Երիտի կամքը քո, որպես Տենիս եւ Էգրիզաս մենանապազոր դու մեզ այսօր Եվ թող մերոնց սպարտապանած և մի տանից մեզ պորտություն, այլ պրիգեզը մեզ չարեն զիկոց առաջին և զորություն, հար կավիզանս հավդենց ամեն։ Ողջուն քեզ մայրամ վիշնորոք տերեն քեզ, օրնյալ ես բդու վայնը Քրիսուս սրպույն մայրամ մայասով, արեխոսավաս մեղրվա, ամեն։ Քաղցած մրասկանը Հումոր 2016 թվականի հունվարի 10-ին եմ գրել Յուղաշոս Արևի տակ պսպղում է երիտային գեղեցիկ հրաշագործի ջերմ աղքացությամբ ձան հրաշք լույս փաթիլները ուրախ թափում է անխնա ամենուրեք
մտածելով որ իր քնքուշ ու նուրբ սառնահամբուրի մեջ իրեն բոլորը կշորվեն ու գեղեցիկ սիրեն։ Մի քաղցած մուրասկան հնամաշ կիսամերկ շոյերով փողոցում քայլում էր ձյան տեսքից, շատ զայրացած, ասաց. «Ցածը թալանեցին վարկը իրենց բանքերով, վերևից էլ իջած սառնությունից դողցնում են վախեցած, ու եկած մարմնով»։ Երկազար 16 թվականի հունվար 17-ին Յուղաշոս հարբած պարոնը հումոր։ Մի տրզած պարոն գինետնից հարբած դուրս եկավ եւ քաղցր շփելով կերասկմած կորին ասաց. «Հոյակավ է կյանքս ու ժամանակն է չեմ կորցնում, մարմինս զվարճանի հասնում, գինու մեջ եմ լողցնում։ Սիրս էր բարհամբի թողելի ուննա, գեղեցիկ կանանց վրա ջերմորեն հոգշորեն թռվռում։ Պարզ է, որ հոգուս մեջ կրակել եմ, ինչ չի վառի։ Իմ կերասկմած մարմինս ոչ մի կապ ցավ չի պատճառի։ Ժամանակ իմ կողքին համեղ քաղցր ժամանց, գինին են հրաստով կարոտով կստից մեջ համեղ փաթաթվում, չգնա վայելքին ու կանանց, գերեսնու դյուս պադարներ էլ սեփական ձերքերս մեջ են փաթաթում, շղթայում, գիտես ոնց, որովհետև փողին մունատ, փողը գեղեցիկ ու քնքուշ գրբան դեստնում, միանգամից համեղ շտավ ասում են, քեզ են պատկանում, տեսա ոնց եմ քաղցր ժամանակ մեջ գեղեցիկ կանանց հետ քայլում, որովհետև չեմ շտապում, վայելքի մեջ եմ ինձ պահում, գիտես գինն էլ տարի է թանկանում։ Իրես որ աշխարհս եւ դուք մեջ է փաթաթած այն դու կարող ես միայն քեզ քննում եմ քրդիլան գեղեցիկ ժպիտներ հումոր ապարանում պարաբաց էշին էին կամաց վարժեցնում հարցին տերդ քեզպես է երբ գնասկի սուլոցի ձայն է լսում վախից վազելով հետ է գնում Էշը գեղեցիկ զռաց եւ միանգամայն քացը պատասխանեց, սակայն ինչու ինձանից տարբերվեց, երբ ինքը ինձ այս պարապորտը կատարելով սովորեցրեց։ Թալանված եզը գյուղամիջով գրում էր եւ բարձրաձայն բղավում էր։